Բարև ձեզ հարազատներս, այսօր մայիսի 28-ն է, Հանրապետության օրն է, տոնական օր է, ուզում եմ շնորհավորեմ ձեզ բոլորին, բայց պատմեմ մեր երկրի հերթական խնդիրների մասին, հիշեցնեմ, որ ես մանկաբարձ գինեկոլոգ եմ, բժշկական գիտությունների թեկնածու, 21 տարի աշխատել եմ Մոսկվայի առաջատար կլինիկաներում, արդեն 1 տարի ինչ աշխատում եմ մեր երկրում։ Խնդիրներից մեկն այն է, որ ամեն աշխատանքից տուն գնալուց տեսնում եմ մեր բակում երևի մի մոտավորապես 10 տղա կանգնած զրուցում են։ Բարձրանում եմ տուն, պատշգամբում ճաշում եմ, տեսնում դեր տղաները կանգնած են ու տենց մի 5-6 ժամ կանգնում են, ամեն օր։ Ու դա խնդիր է, երկրի խնդիր է, ամբողջ երկրի համար սա մեծ խնդիր է, որ տղամարդը կարա 5-6 ժամ անընդհատ ոչ մի բան չանի, կանգնի ուղղակի, զրուցի։ Ես այստեղ չեմ պատկերացնում, որ ես գնամ 5-6 ժամ իրար հետևից հաճույք ստանում, ես ինչ հարսանիք պիտի լինի շոուի նման, որ բարեմ, շփվեմ, այդ 5-6 ժամը անցնի, բայց ամեն օր 5-6 ժամ նույն մարդկանց հետ։ Սա մեծ խնդիր է, հետո էլ ասելու եք, որ ռուսները եկան մեր երկիրը գրավեցին, թուրքերը եկան մեր երկիրը գրավեցին ու գրավելու են։ Ռուսը մտածելու է, ես չլինեմ թուրքն է գրավելու, որովհետև երկրում տղամարդիկ դրսում կանգնած են, իրենց առանձնապես շատ բան պետք չէ երկրում, անելիք չունեն։ Թուրքն էլ ասելու է, ես չգրավեմ, ռուսն է գրավելու, պետք է գնամ գրավեմ։ Ու մենք շատ անելիքներ ունենք, որտեղ տեղի չունենա։ Դա 5-6 ժամ իրավունք չունենք, ոչ մի բան չանենք, ժողովուրդ ջան, իրար հետևից 5-6 ժամ բան չանենք։ Տենց մի շաոլին քունֆու, տենց երևի ապրելաձև է, դա որի մարզաձևերից մեկը անշարժ կանգնելն է, որնակ իրենք կանգնում են, մի անհարմար դիրք են ընդունում, անշարժ կանգնում 5 րոպեից սկսած բարձրացնում մինչև ժամկես այդպես անշարժ կանգնում։ Գոնե անշարժ կանգնեք այդ շաոլինի քունֆուն օգտագործենք, որովհետև դա էլի դաստիարակում է մարդուն, կարգապահություն է մտցնում, դիմացկունություն եւ այլն, գոնե ինչ որ օգուտ լինի, չի կարելի առանց օգուտ բերելու 5-6 ժամ անընդհատ նույն բանն անել, նույնտեղ կանգնել։ Տենց եմ հասկանում, կարող է ես ինչ որ մի բան լավ չեմ հասկանում, ժողովուրդ ջան։ Ես եմ հասկանում, որ եթե ուզում ես երկիրը զարգանա, անհատը պիտի զարգացած լինի։ Ուրիշ ձև չկա, այս երկիրը իրան չի զարգանալու։ Մենք ամեն մեկս պիտի զարգացած լինենք, այդ զարգանալն էլ ինքնակրթությամբ է լինում։ Հիմա 2025 թվականին այսպիսի մի ժամանակաշրջան ենք ապրում, որ գիտելիքը թափած է, գիտելիքի պակաս չկա։ Սենց ոնց որ բռնեն այս երկրագնդի վրա անխնա ինչ գիտելիք կա լցնեն։ Ու ինչ ձև ուզես կարաս այդ գիտելիքը վերցնես։ Մեկը երկի ձևով այդ գիտելիքը տալիս, մեկը ասմունքի ձևով, մեկը պատմում է, մեկը ֆիլմ է նկարահանում, որ այդ գիտելիքը ձեր գլուխների մեջ մտնի։ Ունեցող գիտելիքի պակաս չկա, գիտելիքից օգտվող չկա։ Միտեղ կարդացել եմ, որ ընդամենը երկրագնդի բնակչության 3%-ն է գիտելիքից օգտվում, կարծում եմ դրանից էլ քիչ մարդ է օգտվում։ 3% է ահագին մեծ թիվ է, որ դրան 3%։ Որ իմանա մեր երկրի 3%-ը գիտելիքից օգտվում, ահագին լուրջ երկիր կլինենք։ Կարծում եմ չկա։ Եթե մի բակի 10-15 տղան 5-6 ժամ դրսում կանգնեն, ինչ գիտելիք, որտեղից գիտելիք պիտի βρω, երբ պետք է այդ գիտելիքը վերցնեն։ Ուրեմն պիտի մենք ինքներս զարգանանք, ինքնակրթվենք, ինքնամարզվենք, ուրիշ ոչ մեկ դա չի անելու։ Մի տղամարդ էր կոմենտ գրել, ես ասում եմ, զգում եմ, որ դուք ինչ-որ առաքելությամբ եք եկել այս աշխարհ, մեր երկրի համար, ժողովուրդ ջան, սաղս ենք այդ նույն առաքելությամբ եկել այս աշխարհ։ Նույնիսկ չի որ ինձ առաքելություն են տվել, ձեզ չեն տվել։ Այ դու ինձ որ լսում ես, քեզ չեն տվել առաքելություն։ Բոլորս նույն առաքելությամբ ենք այս աշխարհ եկել։ Եթե դու հայ ես ծնվել, Հայաստանում ես ապրում, ուրեմն ես առաքելություն ունես, ամենակիչ ես երկրի համար, այդ չեմ ասում, շրջապատիդ համար եւ այլն։ Երկիրը պիտի զարգացնենք։ Դե գիր կարդալ արդեն ասել եմ ու գրում են ասում են ես չես ասում ինչ գիր կարդամ, ժողովուրդ ջան, դե էդ էլ եմ ասում։ Օրը մի գլուխ կտակարան կարդացեք, եթե ուրիշ բան չանեք, օրը մի գլուխ կտակարան կարդաք, հերիք է լինելու ձեզ։ Եթե ամեն ինչ գրած է, ինչ պետք է մարդուն, ինչ եղել է, ինչ լինում է, ինչ լինելու է գրած ամեն ինչը։ Եթե մանկամ արհեստական բանականության մասին էլ ահագին բաներ կգտնեմ, ուղղակի էլ չեմ հասկացել, չեմ գտել, չեմ հասել այդտեղի։ Եթե գիրք կա, որ դու կարդաս օրը մի գլուխ իմաստանալու ես, ոնց կարելի է դրան դարմից չօգտվել, դա չկարդալ, չգիտեմ ես դա ոնց է։ Ես էլ եմ արդեն ասել եմ, որ 11 տարեկանից կարդում եմ, ու ամեն կարդալուց ասում եմ, մեկը ինձ ոչ մի օգուտ չի տալիս,
բայց տեսնում եմ կոմենտների մեջ գրում եք, ես ինչ իմաստություն ունես։ Այդ իմաստությունը հենց մեզ չի գալիս ինձ ընտրել իմաստությունը մտել իմ գլխի մեջ։ Իմաստությունը գիրք կա, բացում ես, կարդում ես, իմաստանում ես, ուրիշ ձև չկա իմաստանալու։ Ընտրած մարդկանց չեն այդ տալիս, սաղին են տալիս, սաղի համար դրած է, այդ նույն գիրքը դրած է, ուզում ես իմաստանաս, բացում ես, կարդում ես, իմաստանում ես, ուզում ես մարզվես, քաշը իջեցնես, գործ պիտի անես դրա համար, հենց մեզ չի լինում այդ քաշը իջեցնելը։ Մեծ ջանքեր պիտի դնես, ու այդ ջանքերը, որ դնում ես, արդյունքը դնում ես, երջանկանում ես, երջանկանալու ուրիշ ձև չկա։ Մարդ իր աշխատանքի արդյունքից է երջանկանում, իր ընտանիքը ստեղծած նայում է, երջանկանում է, քաշը իջեցնում է, երջանկանում է, զարգանում է, բժիշկ է դառնում, երջանկանում, ապայման չի սաղս բժիշկ դառնանք, այնքան զարգանալու տեղեր կա, որ 5-6 ժամ ոչ մի բան չանես, որտեղից պիտի երջանկանաս։ Դու որ երջանիկ չես, շրջապատդ էլ է դժբախտ լինելու, երկիրն էլ է դժբախտ լինելու, չզարգացող երկիր լինելու։ Անելիք ունենք, այս երկիրը պիտի չզարգացողից բրդենք մտցնենք գոնե զարգացող երկրների մեջ, այն զարգացածներից հույս չունեմ, բայց չնայած որ բոլորդ ջանք դնեք, կանցնենք էլ կգնանք էլ սաղից այդ խնդիր չի, բայց գոնե զարգացող երկրների մեջ մտցնենք այս երկիրը, ուրիշ ձև չկա, ու անողը ես ու դու ենք, ուրիշ մարդ չկա, որ ասենք բերենք կանենք, եթե ես ու դու չանենք, թուրքն է գալու անի ու ռուսը գալու անի, սա մտածել էլ չի պետք, սա երկրի օրենքն է, տարածք է, որ դրսում կանած են այս երկրի բնակչությունը, իրանց ոչ մի բան պետք չի հետաքրքրում, ում որ հետաքրքրում է գալու է վերցնի, ուրիշ ձև չկա։ Գիրք կարդալը, մարզվելը, պլաններ դնելը մեր սուրբ հայրերը չեն սիրում, որ ես ասում եմ պլաններ, ունեք դե ես պլաններ ունեմ առաջացված, որ ամառը նստեմ հայոց պատմություն սովորեմ։ Իհարկե ոչ մեկ չի ուզում նոր բան սովորի, սաղից համար ստրես է դա, բայց դա պետք է արվի։ Ուրիշը որտեղից ես պիտի հայոց պատմությունը իմանամ, եթե ես չսովորեմ հայոց պատմությունը։ Ստրես է, մտածում ես որ օրերն ես սովորելու, ինչ գիրքով ես օգտվելու, հասկանու ես թե չէ, 3 ամիսը հերիքա թե չէ, ստրես է, բայց պիտի արվի։ Ու ես դա վաղուց ինչ-որ պլաններ միշտ գծելուց եմ եղել ու էդ էլ ասեմ մեր սուրբ հայրերը չեն սիրում, որ մարդ պլաններից է խոսում բան, որովհետև չգիտեք վաղ ապրելու ենք, թե չէ, առավոտյան աչքերներից բացելու ենք, թե չէ, կտակարանում էլ է գրված, որ օրվա հոգսը բավ է օրվա համար։ Ու հիմա հետաքրքիր է, որ ամբողջ այս կոուչները եկել են հասել են այդ կտակարանի այդ իմաստության վրա ու այդ առաջներում ասում են գրեք, թուղթ գրիչ վերցրեք, գրեք 5 տարի հետո ինչ եք ուզում լինի, 10 տարի հետո ինչ եք ուզում լինի, ես դա գրում եմ։ Ասում եմ այլ Աստված, եթե Աստված ինձ 5 տարի տա, 5 տարի հետո կուզեմ այստեղ լինեմ, 10 տարի հետո կուզեմ այս մակարդակին լինեմ եւ այլն, բայց բոլոր կոուչները հիմա գալիս են այն եզրակացության, որ օրվա մեջ, օրվան հերիք է։ Ասա այ Աստված ջան, որտեղ ես օգուտ կարամ բերեմ այսօր։ Էսա ամբողջ իմաստությունը եկել են հասել են նրան, որ պիտի օրվա մեջ ասես, ես որտեղ եմ օգտակար, որտեղ կարող եմ օգտակար լինել։ Էսա ամբողջ իմաստը 5-6 ժամ որ դու գնում ես կանգնում ես, պիտի մտածես, ասես որ օգուտ չես բերում, 5-6 ժամ նույն տեղը կանգնես, ինչ օգուտ պիտի բերես։ Գնաս տենաս որտեղ այդ 5-6 ժամից մի ժամը կտրես օգուտ բերես, հետո լավ գնաս այն 4 ժամը նորից գաս կանգնես։ Կարծում եմ այսքանը երկիր անկախ պահելու համար գործ է պետք անել։ Դրսում կանգնելով երկիր անկախ չենք ունենալու։ Կեցի անկախ Հայաստանը, մեծ հույսերով կհանդիպենք նորից բարի օր բոլորիդ։